Մաթիվ անգամներ ասել են, որ դա խիստ մտահոգիչ է, բայց այսօր մենք վիճակագրությունը կրկին ներկայացրինք եւ տեսանք, որ ամենաշատ մահերը 30 եւ ավել նույնիսկ որոշ տարիների ընթացքում գրանցվել են 2014-ից 16 թվականների ընթացքում։ Սա ամենևին ինչ որ փաստարկ չէ, որը միտված է ասելու, թե մահերը քիչ են, ոչ, մահերը շատ են եւ մահերը ունեն տարբեր պատճառներ, դրանցից 8-ը ինքնասպանություններ են, հիմնական մասը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից, 8-ը տեղի է ունեցել քաղաքացիական հիվանդանոցներում, այսինքն առողջական վիճակի վատթարացման հետևանքով նրանք տեղափոխվել են համապատասխան բուժ հաստատություններ, սակայն նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել, իսկ մյուս մասի հետ կապված էլ իհարկե բոլոր դեպքերում են հարուցվում քրեական գործեր, բայց եւս կարող եմ ասել, որ հիմնականում կամ առավելապես կապված են եղել առողջական որոշակի խնդիրների հետ։ Ինչ քննարկեցինք այսօր։ Քննարկեցինք, որ անհրաժեշտ է ավելի արագացնել կառավարության 825-ն որոշման փոփոխությունների կատարումը, ինչու եմ ասում արագացնել, որովհետև որ սահմանում է պատժի կրման եւ կանեքի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը։ Մենք դա փոփոխում ենք ու առողջապահության նախարարության գործընկերների հետ բավական մեծ աշխատանք արդեն արել ենք այն հանձնաժողովների ձևավորման փոփոխության մասով, որոնք ոլորտում գործում են եւ փորձելու ենք այնպիսի մոտեցում ունենալ, որպեսզի այն դեպքերում, երբ առանձին հիվանդությունները չեն անցհատում այն շեմը, որոնք համապատասխանում են կոնկրետ հիվանդությանը, այդ ցանկում նշած, հնարավոր լինի գնահատել նաև հիվանդությունների համակցությունը, որպեսզի այդ համակցության առկայության դեպքում անձինք կարողանան հավակնել չկրել պատիժը կամ խափանման միջոցը։ Նախարար եւ մեկ հարցն տեսեք երեք Նիկոլ Փաշինյանն այստեղ շարունակելով թեման ես սալանավորների հետ կապված մի հարց ունեմ, տամ հետո նոր անցնենք այդ թեմային։ Այս մավան դեպքերի հետ կապված Տիկին Գայլյանը մեզ հասած տեղեկություններով մավան դեպքերից մեկով, իսկ ինքնասպանության երկու դեպքերով անձնիկ ունեցել են առողջական խնդիրներ, բարձրաձայնել են այդ մասին, ազանգել, սակայն պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել։ Դուք այս սցենարը բացառում եք, որ կալանավորը կամ ազատազրկվածը խնդրի մասին ասի։ Ես որքանով որ ինձ է զեկուցվում եւ ես խնդիր չունեմ մտածելու, որ զեկուցվում է սխալ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի պարագայում առողջապահության նախարարության մեր գործընկերները շատ հրատապ արձագանքում են։ Եվ նման իրավիճակներ չենք ունենում, որ մեր գործընկերները հապաղեն բժշկական օգնություն ցուցաբերելիս։ Մենք այդտեղ երկու գերատեսչությամբ ենք հսկողությունը իրականացնում եւ շատ լավ համագործակցություն ունենք արագ արձագանքի ձևավորման համատեքստում ու այդպես էլ աշխատում ենք։ Եվ Նիկոլ Փաշինյանը երեք Գյումրիի վերադառնալուց հետո գրառում էր արել, որ քանի որ 301 թվականին հայրաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, կա մի կողմից կա գաղափար, որ 10-ից 50-ին բոլոր կարդացել եք վստահաբար գրառումը, այսօր էլ ասում էր, որ դրոշ պետք է տեղադրվի։ Որներ եւ դրոշ է ասում, տեսնենք եկեղեցում, սա արդյոք սահմանադրությանը հակասող չէ, սա արդյոք խնդրահարույց չէ։ Եթե տեսեք դուք միշտ հարցերը տալիս եք երկու տարբեր ձևակերպումներով, մեկը արդյոք եկեղեցին պետության մաս չի եւ սահմանադրությունում քանի որ նշված է արդյոք եկեղեցականների գործերին միջամտելը չի նշանակում սահմանադրական կարգի տապարում, դա հասկացանք որ ոչ արդեն։ Հիմա հարցը երկրորդ կողմից եք տալիս, ասում եք արդյոք դրոշ տեղադրելը իսկ ինչ որ մեկը հերքում է, որ պետության կողմից է հիմնադրվել եկեղեցին ի վերջո եւ ճանաչվել որպես պետական կրոն։ Չէ, շեշտադրում, չէ, պետությունը որոշել է, պետությունը որ որոշել է։ Երկու առաջարկների պետությունը որոշել է պետական կրոն է։ Այո, բայց ոչ թե եկեղեցին է։ Դե եկեղեցին չի հիմնադրել պետությունը բարձր։ Ես կարծում եմ նպատակը եւ գաղափարը մեր պետության, պետականության գիտակցման, պետության ամրության գիտակցի եւ միասնականության գիտակցման մեջ է։ Եվ յուրաքանչյուր կազմակերպությունում էլ, այդ թվում եւ կրոնական հատկապես եկեղեցում, քանի որ եկեղեցու դերը ընդգծված է սահմանադրությամբ, ինչու չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության դրոշները եւ ինչու չի կարող հնչել Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Դուք ինքներդ եք ասում, դա գաղափար է։ Այո, դա գաղափար է, որը հնարավոր է իրացնել եւ գուցե Ճիշտ է, որ կառավարության նիստերն էլ պետք է տերունական աղոթքով սկսվեն։ Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց դեմ չէի լինի, եթե անկեղծ լինեմ։
Բայց օրինակ ԱԹ-ից նախարարում եք, ոնց պետք է Դե այդ դեպքում ես ասում եմ ես դեմ չէի լինի եւ պատասխանում եմ ին փոխարեն եւ քանի որ հարգում եմ այլ անձանց իրավունքները, ես որպես իրավաբան վերջում բարձ է որ ինչ որոշման կողմնակից կլինեմ։ Չէ, հակառակն եմ ասում, քանի որ կան մարդիկ, որոնք ունեն այլ կողմնորոշում կրոնի եւ հավատքի հետ կապված, իսկ մեր երկրում գործում է ազատության իրավունքը, կրոնի, խղճի, մտքի, դավանանքի եւ այլն, ես այդ իրավունքի պաշտպանության կողմնակիցն եմ միշտ։ Եվ Տիկին Գայլան կներեք, այնինչ տեղի ունեցավ, հեսա վերջացնում ենք 7 վերք եկեղեցում, հա, պատարակի նախորդ օրը դռները այսպես ասած պլոմբեցին, որևէ մեկի մուտքը թույլ չէին տալիս հոգևորականներից Շիրակի թեմի հետո տեսնում ենք, որ եկեղեցու ամբողջ դռները պետական պահպանության ծառայությունների կողմից վերահսկվում էր եւ միայն մեկ տեղից օրինակ հնարավորություն կար եկեղեցի մտնել։ Այս ամենը արդյոք խնդրահարույց չէ գնալ եւ տվյալ հոգևորականին ասել քո սպասավորման վայր մի մտի, դա նույնն է, որ կան նախարարություն եւ չթողեն ձեզ մտնել նախարարություն եւ ինչ որ մեկը ձեր փոխարեն նախարարի պարտականություններ կատարի։ Իսկ ինչի մենք հետ հայաց չենք նայում դրան նախորդող իրավիճակին։ Այսինքն, եթե հնչում են ինչ-որ արտահայտություններ, որ թույլ չի տրվելու պատարակ իրականացնել եւ ժողովուրդը հնարավորություն չի ունենալու իրացնել իր իրավունքը մասնակցել պատարակին, մենք խոսում ենք այն երևույթի մասին, որը միտված է այդ խնդիրը կամ հնարավոր խնդիրը չեզոքացնելու։ Իմ պատասխանը դա է։ Եկեք բոլոր երևույթներին նայենք ճիշտ եւ ըստ ժամանակագրական հաջորդականության։ Իսկ այն քաղաքացիներին, որ ուժ կիրառելով հանել են դուրս, ինչ է նրանք կաթողիկոսի անունը։ Ես կարծում եմ, որ հասարակական կարգի պահպանման պատասխանատուներ կան, ես չէ որ պետք է գնահատեմ իրենց գործողությունների իրավաչափությունը, եթե դրանք հատում են իրավաչափության սահմանը, վատ է, եթե չեն հատում եւ միտված են հասարակական կարգի պահպանմանը, լավ է։ Տիկին Գայլան, ներողություն, իսկ այդ դեպքում ինչպես է ստացվում, որ Գարեգին երկրորդ կաթողիկոս գոռացողը հասարակական կարգ խախտող, իսկ նույն եկեղեցում կտրիչը կաթողիկոս չէ գոռացողը հասարակական կարգ խախտող չէ։ Կրկնում եմ, այն բոլոր գործողությունները, որոնք իրապես միտված են հասարակական կարգի պահպանմանը, դրական են գնահատում, այն գործողությունները, որոնք միտված չեն կամ ենթադրում են լիազորությունների չարաշահում, վատ եմ գնահատում։ Հիմա կներեք, Փաշինյանը չի չարաշահում լիազորությունները, հաշվի առնելով, որ Սահմանադրության պետությունն ու եկեղեցին անջատ են, թելադրում է, որ եկեղեցուն պետք է հնչի օրհներ եւ պետք է դեպի դրոշ։ Դուք ինքներդ նոր նշեցիք, որ մի գաղափարով է կիսվել եւ գաղափարով կիսվելը դեռ թելադրել չի նշանակում։ Ես առաջարկում եմ, երբ որ կնկատեք որևէ թելադրանք ապագայում, նորից այս հարցը բարձրացրեք։